Ինչքան էլ իշխանությունների ներկայացուցիչները ասեն, որ չէ եկեղեցին մեր համար սրբազան է, մենք եկեղեցու հետևորդներ ենք, մենք հանցագործություններ կատարած եկեղեցականների դեմ են, որովհետև բոլորս հավասար ենք, մենք եկեղեցու վերափոխման կողմնակիցներ ենք, սա է իրականությունը, որը ստեղծվել է և խուսափել չեն կարող, և եթե նայենք ամբողջ այս շարժման զարգացումը, գոնե վերջի 8 տարիների ընթացքում, ինքը հիմնված են կեղծ թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառում էր դեռ տարիներ առաջ, Պապ թագավորի պատմության իրենց խիստ էկլեկտիկ մեկնաբանության վրա և այն սոփեստության վրա, որ երբ եկեղեցին ուժեղ էր, պետություն չկար, դա մենք բոլորս ենք հասկանում, որ եկեղեցին պետության դեր էր կատարում, երբ պետություն չկա, և եկեղեցին թուլանում էր, երբ կար պետություն, ինքնիշխան կամ թեկուզ սատրապ կարգավիճակով, և հետևաբար ինքը փորձեց ստեղծել այս անտագոնիզմը, եկեղեցին ուժեղանում է, պետությունը թուլանում է, հետևաբար որ պետությունը միշտ լինի ուժեղ, ուրեմն եկեղեցին պետք է լինի թույլ, և եկեղեցին ուղղակի իհարկե չեն ասում, բայց վերահսկվելու է պետության կողմից, չնայած էլի եմ ասում, ուղղակի չեն ասում, բայց ուղիղ խոսքը գիտեք ում են ասում։